Nun hor եւ որդվո եւ օգուին սրբո ամեն Պարկ եւ կողություն երկնավոր հոր որ այսօր արիթը ընձայեց մեզի գալու համար եկեղեցի մասնագից դառնալու Սուրբ Արարողության հատկապես այսօր հիշեցումը գար եթե անդրադարձակ Հայր Սուրբը իր գեղեցիկ ցայնով մեզի հիշեցուց, որ այսօր միջինք է, մեծ բակը հասած է իր գիսուն, և միջինքը խորքի մեջ նշանակություն մչունի եկեղեցական իմաստով, սակայն ստեղի մգա, որ գերքենք նվիրված Սուրբ Գույս Մարիամին, որ մեզի գհիշեցնե թե այսօր ասած է մեծ բակը իր գիսուն, ուրեմն գմաղթենք, որ շուտով հասնենք հարության, ինչպես ասինք բարեգենտանի օրը։ Այսօր մեր խորհրդածության նյութերը գշարունակենք, ուրեմն հավատամքին 5 և 6-րդ գեդերուն ասած ենք, ինք ընդառաջ պաղկացած է 14 գեդեր է, որում մեջ գբարունակե 14 մտածումներ, այսօր 5 և 6-ն է, որ պիտի խոսենք, որ գսե մեր փրկության համար երկինքեն իջավ, մարմին առավ, մարդացավ առաջին բաժինը, երբեմն խանգարեն մեզի ասի երդասարտները, շաբթվա իրենց հավաքը խորանին ետև կգադարեն, նաշչունի ներողամիտ աչքով պետք է նայինք։ Ուրեմն առաջին բաժինը, իսկ երկրորդ բաժինը Գույս Մարիամեն ծնավ և Սուրբ Հոգի ներգործությամբ գադարյալ մարդ, մարմնով, մտքով և հոգիով, ամեն ինչով և մարդկային է, ոչ թե երևութաբես, այլ ճշմարտաբես։ Ուրեմն հավատամքը, որ մեր 318 հայրապետները հավաքվեցան Նիգիո մեջ 325 թվականին, խորքին մեջ Աստվածաշունչեն դուրս բան չխոսեցան։ Ծննդոց կրկեն մինչև հայտնության քիրք, եթե բրբդենք, հոմ պիտի տեսնենք այս հավատամքի բանահյուսությունը, մտածումները, գաղափարները, որ առնված են։ Ուրեմն մեզ փրկության համար գսե, մենք բոլորս այս աշխարհի վրա ինչու համար գբայքարինք, չարին թեմ, ինչու համար գաշխատինք մեր հոգի փրկության համար։ Փրկության գաղափարը ուրեմն կսկսի ծննդոց կրկի մեջ, ուր Աստված իր ստեղծագործությունը կատարել է ետք, մարդը ստեղծել է ետք, մարդուն անհնազանդության պատճառով դուրս դնել է ետք, գսե տրախտին տուրը փակեց։ Եվ տրան առջև գսե սերովպեներ և քերովպեներ գարկեց, որոնք հրեղեն սուրով գեցած էին այդ տուրը պաշտպանելու համար։ Եվ մարդկային կյանքը երբ սկսավ, ուրեմն աշխարհ եկան նահապետներ, թագավորներ, թագավորներ, որոնք Աստծո կողմէ ղրկված նամակներ փոխանցեցին մարդկության եւ մարգարեներ։ Եվ իլրումն ժամանակի մենք նկատեցինք եւ Աստված ինք նկատեց, որ այս մարդկային բնություն ունեցող նահապետած եւ մարգարեից այս հույլը չկարողացան մարդու փրկության գաղափարը փոխանցելու, բագասավոր մնացած էր։ Հիմա հոս մենք պիտի գանք Եսայի մարգարեության եւ հայտնության քիրքերու մեջ են Երևան բերել
թե մեր փրկության համար Աստված ինչ ըրավ։ Եսայի մարգարեության 6-րդ գլուխը, որ իր նշանավոր դեսիլքն է, խորքին մեջ եթե գարտակ, հոմ պիտի տեսնեք մեր այսօրվա բադարակը։ Ուրեմն Եսայի մարգարե դերը դեսագս է, որ բարձր ու վերացած աթորիմը վրա նստած էր։ Վերի գողմը սերոպեներեն և կերոպեներեն խումբեր գային, որոնք սուրբ գերքեին։ Աստված գսե նստած էր աթորին վրա, իր ոտքերը երկրակունտին վրա տրած էր, որպես բադվանտան, իսկ իր աթորը աստղերու վրա գեցած էր, իսկ գլուխը աստղերեն վեր էր։ Սակայն գսե անոր թեմքին վրա զայրուրդ մգար։ Եվ Աստված միշտ կգրկներ, ով պիտի ղրգեմ։ Որովհետև մենք հայտնության կրքին մեջ կտեսնենք ասոր շարունակությունը։ Ուրեմն մտքերնիդ վայեցեք, Եսայի 6-րդ գլուխ, իսկ հայտնության 5-րդ գլուխ։ Հոմ պիտի տեսնենք Եսայիի գողմե դեսիլքով դեստված այդ երկնքի արքայության իրականությունը, որ լույս պիտի սպրե հայտնության գիրքը։ Ուրեմն այս երկու գիրքերուն մեջտեղ գտնվող գրությունները արդեն իրականություններն են, որ դեղի ունեցած են։ Սակայն հայտնության գրքի 5-րդ գլխուն մեջ մենք կտեսնենք, որ նույն պատկերը կտեսնե Հովհաննես Առաքյալ Պատմոս գղզիի մեջ, երբ ինք հոն ղրգվեցավ, որպես մահաբարդ, սակայն հոն ինք տեսավ իր հայտնության դեսիլքը և կրեց հայտնության գիրքը։ Ուրեմն կահին արջև գսե, Աստված երբ ասավ, ով պիտի ղրգեմ, Եսայի մարգարեության մեջ Եսայի մարգարեն գսե ես գերտամ։ Մինչդեռ ինք չէր, որ պիտի երթար, այլ պիտի երթար այն քառնուկը, որ մենք կտեսնենք հայտնության գրքին մեջ։ Հանգարց գսե կահին արջև քառնուկ մը տեսա, որ գարձես մորթված էր խաչին վրա։ Քառնուկը քնած գսե կահին վրա նստողին աջ ցերքեն այն գիրքը արավ։ Ուրեմն սավ ես կերտամ։ Ճիշտ անոր համար մենք ինչ կսենք Քրիստոսի համար նաև քառն Աստուծո։ Ուրեմն հոս մտածում մը գծակի մեր մտքին մեջ, թե Աստված մարգարեները ղրգեց և այդ դեսիլքին մեջ սերոպեներ գային, կերոպեներ գային։ Չեր գրնար այս անգամ հրեշտակներ ղրգել մարդոց կարոզելու համար, Պողոս Առաքյալ կպատասխանե հոս իր նամակներուն մեջ, որ մարգարեները մարդկային բնություն ունեին։ Աստուծո հոգևոր բնության մեջ չէին գրծած խորանալ և մարդուն բացադրել Աստուծո բնությունը, որովհետև մարդուն և Աստծո միջև անտունդ մը առաջացած էր։ Հետևաբար մարդկային բնություն ունեցող մարգարեները չկարողացան լուծել խնդիրը, լավ մեր մտքին մեջ գծակի, որ հրեշտակներ եթե ղրգեր, հրեշտակները պիտի չհաջողեին, ինչու, որովհետև անոնք ալ ոգեղեն բնություն ունին, ուրեմն պետք էր մեկը քար աշխարհ, որ իր մեջ ունենար գադարյալ աստվածային բնություն և գադարյալ մարդկային բնություն։ Մեկ ցերքեն բռնած Աստծո աջ ցերքը, մույս ցերքով բռնած մարդուն աջ ցերքը և երկու ցերքերը միացներ և մեր փրկության գաղափարը իրականացնել։
Ուրեմն այդ մեկ եղավ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ իր մեջ ուներ գադարյալ աստվածային բնություն, գադարյալ մարդկային բնություն, ոչ թե երևութաբես, այլ իսկաբես մարմնացավ, մարդացավ մեր փրկության համար։ Ուրեմն առաջին բաժինի բացատրությունը այս է, մեր փրկության համար երկինքեն իջավ, մարմին առավ, մարդացավ Սուրբ Գույս Մարիամեն ծնելով եւ Սուրբ Հոգի ներկործությամբ, գադարյալ մարդ, գադարյալ մտքով, մարմնով եւ հոգիով, ամեն ինչով, որ մարդկային է, ոչ թե երևութաբես, այլ ճշմարտաբես։ Հոս ուրեմն Եսայի մարգարեն գհանդիսանա այն մարգարեն, որ մեզի գուտա այն գաղափարը, որ գույսը պիտի հղանա եւ որդի մծնի։ Իր մեկ ուկա այս գաղափարը, որ գույսը պիտի հղանա եւ որդի մծնի։ Հիմա այս գույսը, որ պիտի հղանա եւ որդի մծնի, մտածումը մեզի անոնք, որոնք ծանոթ են կամ մեկնության, կամ Սուրբ Գրային այլ քիրքեր բրբդած են գեդևին հոս, անցմը պետք է անպայման հիշենք, որ Հիսուս մանուկը երբ 40 օրվա էր դաջար բերին, on մեկը գար։ Ինչ էր անունը? Սիմեոն Ձերունին, այո, Սիմեոն Ձերունին ով էր։ Ուրեմն մենք կտեսնենք, որ այս մարդը, երբ որ Հիսուս 40 օրյա դաջար եկավ, իր դարիքը 125 տարեկան էր։ Եվ այս մարդը ցևովը ոմանք կսեն ավանդություն է անշուշտ, բայց պաստեր կան, որ իրականություն է նաև, որովհետև մենք այս դարիքը գտնվենք Մեծիդանի գիլգը վեհապար հայրավետի հրճակագրի ավանդությունները վերագենտանացնելու դարվա մեջ։ Ուրեմն այս մարդը ցևով մբաջված էր, որովհետև Սուրբ Գիրքը եթե լավ ուսումնասիրած ենք հոն 70-ից թարգմանության մասին զրույց մգա, որ օրը երբ Եբրայեցի ժողովուրդը քերութենե վերադարձան ամեն գոմերը հաստատվեցան Երուսաղեմի մեջ Հիսուսե մոդավորապես 100 տարի առաջ եւ հոն գսե բոլոր իրենց գտնված դեղերեն այդ քրությունները բերին, ոմանք արամերեն գրված էր, ոմանք եբրայերեն գրված էր, ոմանք հունարեն գրված էր, ուզեցին որ բոլորը մեկ լեզվի թարգմանել եւ Աստվածաշունչը 5 դագարանի մասին է խոսքը ամբողջացնել։ Եվ այդ քրությունները բոլոր բերին եւ բերին 70 մասնակետներ, որոնք գիտեին արամերեն, եբրայերեն, հունարեն եւ զանազան այլ լեզուներ, եւ ամեն մեկում գսե առանցին սենյակներու մեջ դրին եւ ըսին որ թարգմանեցեք, որովհետեւ Աստվածաշունչը ամբողջական մեկ թարգմանություն լա լեզուներու եւ մշակույթներու դարբերությունները միացնելու համար հոն գսեն Սիմեոն Ձերունին այդ թարգմանիչներեն մեկն էր։ Երբ կթարգմաներ Եսայի մարգարեությունը եկավ այն գեդին, որ գսե գույսը պիտի հղանա եւ զավակը պիտի ծնի։ Մարդուն ուղեղի մեջ չի պավեր այս գաղափարը։ Այսօր էլ շատեր կան, որոնք այս գաղափարին դեմ են եւ ինքնին քրիստոնյա կանվանեն։ Այն որ այս գաղափարը չընդունիր, քրիստոնեիտնե դուրս պետք է շբրդվի, որովհետև եթե մարդապանական այդ մտածումներով այս բառը փորձենք վերլուծել, պիտի չի ընդունվի, բայց հավատքով Պողոս Արաքյալ գսե, եթե դերը գուզե եւ քեզի գշնորե այն հավատքը, դու կհավատաս։ Ուրեմն այս մարդը կա եւ գույսը պիտի հղանա։ Չի մտներ մտքին մեջ։ Ելե բառը կփոխե եւ գսե գինը պիտի հղանա եւ որդի մծնի։ Գկալի այդպես հաջորդ արդու գարտնա որ շարունակե իր գործը գտեսնե որ աներևույթ ուժը
եկեր եւ սրբեր է այս բառը դեղը բարավ է որը սխալ թարգմանեց որը այդ թարգմանությունը վաղվան օրը պիտի բաժնվի ժողովրդին եւ ժողովրդի մեջ գասկածներ պիտի հարաճանա Քրիստոսի անարատ հղության եւ ծննդապերության ուրեմն հոն գանցնվի Սիմեոն թարգմանիչը եւ հրեշտակ իրեն գսե դուն քու աչքերովդ մինչև չտեսնես բրգիչը որ պիտի կա մարդկությունը բրգելու քեզի մահ չգա եթե վերադառնանք Ղուգասի ավետարանը հոն պիտի տեսնենք ինչ կսե ով դեր քու ծառատ խաղությամբ արցագե ցկե որ մեռնիմ իրեն համար բադիժ էր այլևս 125 տարի ապրիլը որովհետև աչքերովս դեսա բրգությունը որ լույս պիտի դառնա ամբողջ ժողովրդին այս մեծակույն այն պաստերեն է որ այս գրվածները իրականություն են եւ ճշմարտություն են ուրեմն ոչ թե երևութաբես այլ ճշմարտաբես Սուրբ Գույսեն Սուրբ Հոգի ներկործությամբ ծնավ մարմնացավ մարդացավ գադարելավես եւ մարդոց բրգության համար իջավ աշխարհ ապա ուրբաթ օրը պիտի շարունակենք ճարճարվեցավ խաչվեցավ թաղվեցավ երրորդ օրը հարություն արավ եւ շարունակությունը ուրեմն հավատամքը եթե գեդերու պիտի վերածենք 14 գեդեր 14 մտածումներ 5 եւ 6-ը այսօր խոսեցանք ուրբաթ օր կշարունակենք մեր մույս մնացած բաժինը դեր օրտեպես բոլոր հիմա հավիդյանս հավիդյանից ամեն